Արդեն 16-րդ օրն է, ինչ մայիսի 4-ից անհետ կորած 2-ամյա Տիգրանին գտնել չի հաջողվում։ Այսօր մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների եւ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Արմլյուր լրատվականը եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաեւ Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում։ Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կիլոմետր լայնությամբ եւ 3 կիլոմետր երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե երեխայի, թե կասկածելի իր չեն հայտնաբերել։ Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները, ինչպես գրել էր Արմլյուրը, քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով սպանություն։ Հիշեցնենք, որ Արմլյուրը գրել էր, որ մայիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից 11 ընկած հատվածում Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է նախնական վարկածի Մարմարիկ գետը։ Փրկարարները գրեթե 16 օր է փնտրում են նրան։